Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, մեկ դիտարկում ունեմ և մեկ հարց, դիտարկումս տեխնիկական մասով է, օրենքում մի քանի տեղ գրված է հանրային առողջապահություն և կազմակերպում, կարծում եմ սա պետք է փոխել և դարձնել հանրային առողջություն և առողջապահության կազմակերպում, որովհետև մասնագիտության ճիշտ անվանումը այդպես է, սա տեխնիկական երևի վրիպակ է, մի քանի տեղ առաջարկում եմ վերանայել։ Եվ ինչ վերաբերում է իմ հարցին, տեսեք, դուք հիմնավորման մեջ գրել եք և դուք էլ ասացիք, որ ձեր խոսքում էլ բազմիցս նշեցիք, որ որպեսզի ավելի որակյալ կադրեր կարողանաք ներգրավել, դրա համար կատարվում են այս փոփոխությունները, բայց ըստ էության դուք կրիտերիաները նվազեցնում եք, չեք բարձրացնում ավելի որակյալ կադրեր ներգրավելու համար։ Ուզում եմ նպատակը հասկանալ, կխնդրեի, որպեսզի բացատրեիք, որովհետև տեսեք, գործող օրենքում մենք փակ բաժնետիրական ընկերությունների համար նախատեսել էինք բարձր կրիտերիա, իհարկե այնտեղ բաժանումը ուրիշ էր, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ՀՈԱԿ-ՊՕԱԿ-ների եւ փակ բաժնետիրական ընկերությունների համար էր, եւ այնտեղ մենք ունեինք քանի որ առավել որակյալ կառավարում է անհրաժեշտ, որովհետև ամեն ինչից զատ նաև ֆինանսական իմաստով կարողանան ճիշտ կառավարել, դա համար կրիտերիաները բարձր էինք դրել 5 տարվա մասնագիտական, 4 տարվա մասնագիտական ստաժ եւ 5 տարվա առողջապահության կազմակերպման ոլորտում իրենց աշխատանքը կատարելու համար, մյուսում ավելի ցածր, որովհետև շահույթ չեն հետապնդում եւ պետական դոտացիաներն են հիմնականում ֆինանսական աղբյուրը եւ 4 եւ 3 տարվա այսպես հարաբերակցություն էին կարել։ Հիմա տեսեք, հիմնավորումների հետ, հիմնավորման հետ եւ ձեր խոսքի հետ ես հակասություն այստեղ նկատում եմ, որովհետեւ կրիտերիաները էականորեն իջեցրել եք, մեկ տարով այսպես իջեցրել եք, բացի դա այստեղ մի խնդիր էլ մենք ունենք, որ դուք էլ նշեցիք, որ առողջապահության ոլորտից զատ անհրաժեշտ է միայն բարձրագույն կրթություն։ Նախ առաջին հերթին այդ բարձրագույն կրթությունը բարձրագույն բժշկական կրթությանն է վերաբերում, թե ցանկացած մասնագետ, օրինակ դերասանը, գրականագետը եւ այլն կարող են տնօրինել այդ պետական բժշկական ընկերությունները եւ մեկ դիտարկում էլ այնտեղ նշել եք դուք առողջապահության ոլորտում ստաժի մասին, ոչ թե հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ոլորտում, այլ առողջապահության ոլորտում, իսկ առողջապահության ոլորտում շատ տարբեր մասնագետներ են աշխատում եւ կրկին բժշկական կամ մասնագիտական այսպես ստաժը կամ կրթությունը, փաստորեն ստորադասել եք, ստացվում է որ իրոք հիմնավորումներում, որ հատուկ նշել եք, որ ավելի որակյալ կադրեր պիտի ներգրավեք, այստեղ ինչպես եք դուք պատկերացնում այս մասը։ Եվ նաև ասեմ, որ մենք հարցումներ էինք ուղարկել, միայն պետական Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը 140 շրջանավարտ ունի հանրային առողջություն եւ առողջապահության կազմակերպում մասնագիտությամբ, 130 հետբուհական կրթություն ունեցող ունի Առողջապահության ազգային ինստիտուտը, իհարկե տնտեսագիտական համալսարանից պատասխանը դեռ չենք հասցրել ստանալ, բայց վստահ եմ, որ մոտավորապես այդքան էլ իրենք ունեն շրջանավարտ, այսինքն մենք բուժ հաստատությունների կառավարում այդ ոլորտում մասնագետի պահանջ չունենք եւ դուք ինչով եք այս դեպքում կխնդրեի բացատրել, ինչով եք հիմնավորում բժշկական կրթությունը կամ առողջապահության կազմակերպում ոլորտի կրթությունը հանելը օրենքից։ Նախ Տիկին Բանդալյան, մենք չենք նվազեցրել կրիտերիաները, այլ շրջանակն ենք լայնացրել այն անձանց, ովքեր կարող են հավակնել։ Եվ բժշկական կազմակերպությունների կառավարումը այսօր ենթադրում է ոչ այնքան բուժական գործի իմացություն, ես նշեցի նաև, որ այս փոփոխության հետ մեկտեղ նաև դերակատարումների մասով, ինչպես որ ունենք այսօր բուժական գծով տեղակալի հաստիքը, նրանց վրա հիմնական մասնագիտական պարտականություններն են դրած։ Իսկ տնօրենների վրա հիմնականում դրված են ֆինանսական, վարչական, կազմակերպչական եւ ռազմավարական պլանավորման աշխատանքները։ Այս կոմպետենցիաների շրջանակը ենթադրում է, որ ոչ միայն պիտի սահմանափակվենք բժշկական կրթություն ունեցող անձանցով, այլ պիտի շրջանակը ընդլայնենք եւ չափորոշիչները եւս ըստ դրա մենք շեշտադրումը դրել ենք ոչ այնքան
տարիների ստաժի վրա, այլ բավարար եւ անհրաժեշտ կրթական ծրագրերի արկայության վրա։ Եվ այստեղ եթե դերասանը օրինակն եք բերում դերասանի, տեսեք, երբ որ մենք դրել ենք, որ պետք է ունենա համապատասխան, այստեղ պետք է նայեք, բարձրագույն կրթություն, հանրային առողջապահություն եւ կազմակերպում մասնագիտությամբ եւ այո, պետք է ունենա հանրային առողջապահություն եւ կազմակերպում մասնագիտությամբ հետ ավարտական մասնագիտական կրթություն կամ այո 2 տարվա մասնագիտական աշխատանքային ստան առողջապահության ոլորտում։ Եթե դերասանը կարող է աշխատել առողջապահության ոլորտում, նշանակում է, որ նրա առաջնակի կրթությունից հետո նա ունեցել է հավելյալ առողջապահության ոլորտում աշխատելու համար մասնագիտացում, արդեն մագիստրատուրայի եւ այլնի առումով։ Իսկ գիտեք, որ սա այստեղ չի կարգավորվում, այլ օրենքների շրջանակների կարգավորման ուրեմն դաշտում ենք, որ համապատասխան մագիստրական կամ հետբուհական այլ կրթական ծրագրերում կարող են ընդգրկվել հստակ չափորոշիչներով առաջնակի այդ բակալավրիատի կրթություն ունեցող անձինք։ Այսինքն մենք այստեղ կարիք չունենք այդ ամենը կարգավորելու։ Հետագայում արդեն ուրեմն նաև կառավարության որոշումներով կձևավորվի, թե որ մասնագիտական այդ հետբուհական մասնագիտացումներն ենք մենք համարելու բավարար։ Այսինքն մենք ոչ թե կրիտերիաները նվազեցնում ենք, այլ հակառակը շրջանակը ընդլայնում ենք, ինչը մեզ հնարավորություն է տալու ուրեմն նաև այլ մասնագիտություններ ունեցող անձինք, օրինակ ֆինանսիստներ, օրինակ բիզնես ադմինիստրատորներ եւ այսօր, ինչպես գիտեք, հիմնական կազմակերպչական աշխատանքը վստահվում է հենց բիզնես ադմինիստրատորներին, դրանք հայերեն երևի MBA-ի ավարտողներին եւ այստեղ մենք ստացվում է, որ ունենում ենք մեզ համար արհեստական շրջանակի նվազեցում, շրջանակի փոքրացում։ Եվ չեմ կարծում, որ հիմնավորումներն ու մեր բերված այսօրվա արգումենտները որևէ ձևով իրար հակասում են։ Ճիշտ հակառակը։ Ես ուզում եմ սա դիտարկենք այս բարեփոխումը նաև ավելի ընդհանուր քաղաքականության շրջանակում, ըստ էության պետական բժշկական կենտրոնները պետք է կառավարվեն համաձայն մասնավոր բժշկական կազմակերպությունների գրեթե նույն տրամաբանությամբ, այսինքն պետք է լինեն ֆինանսապես առողջ, եկամուտ գեներացնող եւ պետությանը շահաբաժին վճարող, եւ սա հավելյալ պետք է կարողանան ուրեմն այնպիսի ծառայությունների տրամադրման մասով ապահովեն որակ, որը չի սահմանափակվում միայն բուժական գործով։ Սա ենթադրում է հավելյալ կարողություններ, հավելյալ նաև գիտելիքներ եւ հմտություններ։ Մեր կարծիքով ուրեմն ինչպես դպրոցների կառավարման մասով մեր կառավարության քաղաքականությունն է, որ մասնագիտական կառավարումը պետք է առանձնացվի ֆինանսական, վարչատնտեսական կառավարումից, այս նույն տրամաբանության մեջ մենք գնում ենք նաև առողջապահական կազմակերպությունների մասով։ Եվ այո, բժիշկ մասնագետը ըստ մեր կարծիքի նույն փոքր օրինակի վրա բերեմ առաջնային օղակի ամբուլատորիաների չպետք է զբաղվի ընտանեկան բժիշկը պատուհանների փոխփոխմամբ կամ գույքի պահպանման, թարմացման աշխատանքներով։ Այս մասով, ինչպես որ դպրոցների եւ մյուս կազմակերպությունների արդեն արված բարեփոխումը ցույց է տալիս, որ մենք ունենք ուրեմն ռեսուրսների ավելի ճիշտ օգտագործում, վստահ եմ, որ այս նույն տրամաբանությամբ նաև մենք առաջ ենք գնալու եւ բարձրացնելու ենք կառավարման որակը մեր բժշկական կենտրոններում։ Խնդրեմ Տիկին Բադալին արձագանքի։ Տիկին Ավանեսյան, նախ այս օրենքը, որի հեղինակը մենք էինք, այսինքն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը, հենց այդ նպատակով էր օրենքում այդ փոփոխությունները, որ ձեր ասած ընտանեկան բժիշկը չզբաղվեր վարչարարությամբ, եթե հիշում եք, մենք այդ սահմանազատումը դրել էինք եւ հստակ նշել էինք, որ հանրային առողջության եւ առողջապահության կազմակերպման ոլորտից պիտի լինի, սա մեկ։
Երկրորդը, ես ձեր դիտարկումը հասկանում եմ, բայց քանի որ ինքս էլ ձեր նշած MBA-ի շրջանավարտ եմ, ավելի նեղացրած բուժ հաստատությունների կառավարում, հենց լրիվ այս թեմայի մեջ։ Պիտի Կարող եք ասեմ, հավակնել չէ, մեր պիտի, բժշկական բայց դա է կենտրոններում ուզում ասեմ, պիտի աշխատանքի։ ասեմ, որ այնուամենայնիվ բժշկական կազմակերպություններում կառավարումը սպეციფիկ է եւ էականորեն տարբերվում է դպրոցի կառավարումից, գործարանի կառավարումից եւ այլն։ Եվ բիզնես ադմինիստրացիան սովորեցնում են այն հաստատություններում, որոնք ես նշեցի ունեն արդեն հարյուրավոր շրջանավարտներ եւ լավ են սովորեցնում։ Այդ ֆինանսական մասերը, հոսքերի կառավարում, իսկ սպეციფիկ է, որովհետեւ այդ տնօրենը պիտի ուշադրություն դարձնի դեղերի շրջանառությանը, բժշկական սարքավորումների շրջանառությանը, գնմանը, օգտագործմանը, ամորտիզացիային, ամեն ինչին սպეციფիկ է։ Այս իմաստով ես հիշում եմ, որ մեր կուրսում այն բժիշկները, որոնք որ ցանկանում էին, իսկ կուրսի 90%-ը բժիշկներ էին կամ բժշկական կրթություն ունեցող մարդիկ, եթե որոշում էին անցնել տնօրենի կամ փոխտնօրենի պաշտոնի, անցնում էին MBA այդ ծրագիրը, հետբուհական այդ ծրագրերը անպայման անցնում էին։ Հիմա ասածս այն է, որ ձեր ընթերցածից այդպես չի երևում։ Երևում է, որ ցանկացած բարձրագույն կրթություն ունեցող մարդ, որը առողջապահության ոլորտում կապ չունի ինչ է աշխատել, օրինակ վարորդ, 10 տարի, համապատասխանում է գրվածին եւ կարող է դառնալ հիվանդանոցի տնօրեն կամ պոլիկլինիկայի կամ ամբուլատորիայի տնօրեն։ Ես իհարկե առաջարկ կներկայացնեմ ավելի հստակ ձևակերպելու համար, որովհետեւ ձեր խոսքից համենայն դեպս ինձ թվաց, որ դուք եւ ես իմ մեր ասածները չէր տարբերվում, բայց օրենքում ձևակերպումը այդպես չի հասկացվում։ Այսինքն հասկացվում է կամ հանրային առողջության, առողջապահության կազմակերպման մասնագետ կամ բարձրագույն կրթություն եւ 2 տարվա ստաժ առողջապահության ոլորտում։ Այդպես է գրված օրենքում եւ այս մասով կարծում եմ, որ մենք առաջարկություն պիտի անենք, պիտի խնդրեմ, որ ընդունեք մեր առաջարկությունը եւ ավելի հստակ ձևակերպենք, որտեղ նորից եմ կրկնում, ձեր խոսքից ես հասկացա, որ հակառակ բան չեք ասում դուք, ուղղակի ձևակերպում եք։ Շնորհակալություն Տիկին Բադելյան։ Իրականում ունենք այդ հարցի շրջանակներում բանավոր առաջարկ, որը կանչեցնեմ քիչ հետո, բայց հիմա խոսքը տանք Տիկին Քյուրեղյանին, հատուկ արձագանքեք։ Սիրով, առաջարկը ներկայացրեք։ Կներկայացնենք, հիմա կընթերցենք ու դրա վերաբերյալ կքննարկենք, եթե Բայց անհրաժեշտություն լինի խնդրեմ գրավորել էլի, որովհետև քանի որ բանել կա ձևակերպումների հարց կա։ Կհնչեցնենք, եթե համաձայնություն կլինի այս պահին կքվեարկենք, եթե չէ մենք կներկայացնենք, ձեզ առաջինից երկրորդի ընթացքում ընթերցման ընթացքում քննարկենք դա,